պատմական, հա, այսպես անդրադարձ արեցինք, խոսեցինք թե տարբեր մտածողներ, տնտեսագետներ հայտնի ինչպես են փորձել սահմանեն շահույթը եւ ռենտան, դրանց տարբերությունը, նաեւ խոսեցինք ժամանակակից տնտեսագիտության մասին, այդ առումով ինձ մոտ հարց է առաջանում, ինչ է ի վերջո ձեռնարկատիրական շահույթը։ Ամենամոտ պատասխանին եղել է Մարքսը։ Բայց հելնելով այն նախադրյալներից, որոնց որ ինքը առաջնորդվում էր, այսինքն հավասարակշռություն եւ արժեքի աշխատանքային տեսությունը միաժամանակ, բարձ է դառնում, որ այդ խնդիրը անլուծելի է։ Մարքսը դա վերցրեց Ռիկարդոից, հա։ Իր սկզբնական նպատակը եղել է պարզապես Ռիկարդոյի այդ անալիտիկ համակարգը զարգացնելն էր։ Եվ ես չգիտեմ որտեղից, բայց եւ ինչով է դա պայմանավորված, բայց Ռիկարդոն եղել է իր համար անհերքելի հեղինակություն։ Ինքը չփորձեց կասկածի տակ դնել այդ աքսիոմաները եւ շարունակեց այդ նույն մեջ ու բնականաբար իր մոտ չէր կարող ստացվել։ Մարքսը ունեցել է շատ հետևորդներ, բայց մարքսիզմի մեջ հիմնական իր աշակերտները, այսպես ասենք, ու ամենաուժեղները իմ կարծիքով երկուսն են, դա Լենինն է իհարկե, եւ իհարկե Ռոզա Լյուքսեմբուրգը։ Ռոզա Լյուքսեմբուրգն է եղել, ով կարողացավ վերջիվերջո բացահայտել այդ խնդիրը։ Նախ ասեմ, ինչ տեսք ուներ այդ խնդիրը, տեսության մեջ, ինչպես է դա դիտարկվում։ Մենք գիտենք, հա, այսպես կոչված սպառման խնդիր, սա կոչվում, հա, ընդհանուր առմամբ։ Այսինքն ամբողջ արդյունքը, հա, ստեղծված չի սպառվում, հա, լինում են ճգնաժամեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Մենք ասում ենք թե սպառման խնդիր, իրացման խնդիր կամ գերարտադրության խնդիր եւ այլն։ Տարբեր ձև են մեկնաբանում, բայց էությունը նույնն է։ Մի տեսակել կա, հա, թե ինչպես եմ ձևակերպում այդ խնդիրը։ Հա, կոչվում է երկրորդ ֆունտի պարադոքս։ Ֆունտ դա նկատվում է ֆունտ ստերլինգը, որովհետև այն ժամանակվա համաշխարհային արժույթը, եթե մենք այսօր սովորենք, հա, դա դոլարը, այն ժամանակ եղել է ֆունտ ստերլինգ, հա, եւ կոչվում են երկրորդ ֆունտի, կարանք ասենք երկրորդ դոլարի կամ ցանկացած արժույթ իրական չի։ Մոդելավորենք խնդիրը, հա, որպեսզի ավելի պատկերավորվի ինչի վրա են գլուխ ջարդում այդքան եւ ինչու չէր ստացվում, հա, ու արդեն տեսնենք թե ինչ լուծում է տվել Լյուքսեմբուրգը։ Ինչ է կապիտալիզմը, դա կապիտալիստը եւ վարձու աշխատողը։ Ենթադրենք մեր մոդելում մենք ունենք մի հատ աշխատող եւ մեկ կապիտալիստ։ Կապիտալիստը վարձում է աշխատողին, հա, որպեսզի արտադրություն կազմակերպի։ Ենթադրենք դա, չգիտեմ, խաղալիքների գործարան։ Ենթադրենք նաև, որ ամբողջ ծախսերը, որը կրում է կապիտալիստը, դա աշխատողի աշխատավարձն է։ Ենթադրենք տվյալ ժամանակաշրջանում դա կազմեց 1 ֆունտ։ Որպեսզի մեր կապիտալիստը լինի կապիտալիստ, հա, ինքը պետք է այդ արտադրանքը վաճառի, ենթադրենք, ավել 1 ֆունտից, հա, հիմա չգնենք թվերի հետից, թող լինի 2 ֆունտ, ճիշտ է։ Որպեսզի ինքը լինի կապիտալիստ, այսինքն վաճառի արտադրանքը վարձատրի իր աշխատողի մի ֆունտ եւ իրան մի բան մնա, հա, սա է ձեռնարկատիրական գործունեության իմաստը, ինչպես։ Հիմա հարց. ով է գնում այս արտադրանքը 2 ֆունտով, որտեղից է առաջանում համակարգում երկրորդ ֆունտը։ Առաջինը հասկացանք, դա աշխատողի աշխատավարձը։ Պարզ է, աշխատողը չի կարող գնի, աշխատողը կարող կեսը գնի, հա, ինքը ընդամենը մի ֆունտ է ստանում։ Որտեղից է հայտնվում երկրորդ ֆունտը։ Արի մտածենք, հա։ Ну, քանի որ մեր մոտ մոդելային օրինակ է, հա, ասում եք մի աշխատող, մի կապիտալիստ, հիմա մարդիկ կասեն, դա լուրջ չի, էլի, իրականում համակարգի մեջ մենք ունենք շատ աշխատողներ եւ կապիտալիստներ։ Այսինքն պատասխանը կարող է առաջինը հնչի, հետեւյալ։ Երկրորդ կապիտալիստն է գնում, չէ՞։ Այսինքն կա մի հատ կապիտալիստ, որը գնում է եւ ապահովում է այս մարդուն։ Վարձատրությունը այս մարդուն եկամուտ, չէ՞։ Արի գրեմ, երկրորդ կապիտալիստ։ Այս պատասխանը իրականում մեզ ոչինչ չի տալի, որովհետև արի հասկանանք ինչ է նշանակում երկրորդ կապիտալիստ։ Որպեսզի երկրորդ կապիտալիստը կարողանա ինչ-որ մի բան գնի 2 դոլարով, ինքը իր հերթին պետք է ինչ-որ մի բան վաճառի արդվազն 3 դոլարով, 3 ֆունտով, հա։ 3 ֆունտ պետք է ինքը ունենա։ Ճիշտ է։ Պայմանով, որ ինքն ունի մի աշխատող, ըստ պայմանական է մի կարող հավ աշխատող։ 3 ֆունտից մի դոլար, մի ֆունտ մի ֆունտը աշխատողին, մի ֆունտը տա իր աշխատողին, հա, 2 ֆունտն էլ գնի։ Այսինքն հարց առաջանում, բայց իր մոտ ընդամենը 2 ֆունտ է։ Երրորդը որտեղից է գալիս, հա։ Մենք ասենք երրորդ կապիտալիստը, ապա նույն խնդիրը կլինի, բայց չորրորդը որտեղից։ Եվ այլն, այդպես մենք գնում ենք մինչև ավերջություն։ Այսինքն չի լուծվում խնդիրը։ Երկրորդ կապիտալիստով ոչ մի բան չի փոխվում։ Նույն խնդիրն է ստացվում, որտեղից է առաջանում մտքում։ Ինչ տարբերակ կարող ունենք։ Արտաքին առևտուր,
Հա, ասում են, դե կա, հո մենակ բան չէ, երկիր չէ, հա, մարդիկ ինչ-որ արտահանում են եւ այլն եւ այլն։ Այո, գործնականում իբր դա այդ խնդիրը կլուծվի, բայց տեսականորեն չի լուծվի, որովհետեւ եթե մենք մոդելավորում ենք, ի՞նչ է նշանակում արտաքին առողջություն։ Դա պարզապես երկրորդ կապիտալիզմ, ճիշտ է։ Պարզապես սահման այլ երկրի։ Այո, սահմանը ցանկում է, նույն խնդիրն առաջանում։ Ինքն էլ պետք է նույն բանան, այսինքն ապավի 3-րդը, հետո 4-րդը, 3-րդը պետք է ապավի 4-րդը, 4-րդը 5-րդը։ Այսինքն գրենք, հա, արտաքին արևտուր։ Չմոռանանք։ Այսինքն սա չեղավ։ Էլ ինչ կարող լինի։ Ինչ տարբերակ։ Աշխատողը չի կարող գնալ իր աշխատավարձից ստաց խնայողությունը։ Չէ, որտեղ է իրան խնայողություն։ Ինքը ստացավ ընդամենը $1։ Հիմա կասեք անցյալում ինքը խնայողություն է։ Լավ, եթե մենք վերադառնանք անցյալի խնայողությունը որտեղից։ $1.8 ծախսի, 0.2 Այսինքն այդ խնդիրը, եթե ինքը անի խնայողություն, հոլա ջան, ես կարամ դա ցույց տամ, պարզապես ժամանակը բան չի։ Եթե ինքը անի խնայողություն, խնդիրը ավելի խորանա, հասկանում ես։ Այսինքն եթե ստե ինքը անում է մի ֆունտի գոնե մի մասը առնում, հետո ոչ մի բան չի առնի։ Այսինքն ստարտել 2 ֆունտի խնդիր կառաջանա, այլ ոչ թե 1։ Հա, խնայողությունները հակառակը, ինչպես նկատել է դե Քեյնսը, հա, եթե նայում ես ինդիվիդուալ մակարդակով խնայողությունը դա լավ բան է, բայց երկրի մասշտաբով դա շատ վատ բան է, որտեղ եթե մենք բոլորը սկսենք խնայել, խանութի ապրանքով առնելու, հակառակը դե խթանած սպառումը, հա, ինչի վրա է այսօր կապիտալիզմը, խթանել սպառումը, ստեղծել գերսպառում, վաճառել անգամ քեզ այն ապրանքը, որ քեզ ընդհանրապես պետք էլ չի, բայց որովհետև դա է շարժը ճուժը, դա չլինի, դա վաղուց կանգնել էր ամեն ինչ։ Երբ տարբերակը կարող է լինի օրինակ վարկավորել մեր ուրեմն աշխատողներին, հա։ Տալիս մարդուն վարկ, մի ֆունտ տանք ձեռը, թող գնա առնի։ Բայց այդպես մենք պարզապես ձգում ենք խնդիրը հա ժամանակի մեջ։ Մենք պարզապես ապագա եկամուտի հաշվին լուծում ենք այսօրվա խնդիրը։ Բայց ապագայում այդ խնդիրը նորից ի հայտ կգա, հա, այսինքն վարկավորում։ Եթե նկատեցիր, հիշում ես մենք անցած ոդքասթի ժամանակ քննարկում ենք կապիտալիզմը, հա, այսինքն կառուցվածքային ճգնաժամերը հաղթահարելու միջոցները։ Դրանց մաս հիշում ես, տարածքի մեջ մենք պետք է լայնանանք, հա, ժամանակի մեջ կարող կլայնացնենք, կարող ենք վերաբաշխենք եկամուտը այլ, այսինքն դա ժամանակավոր լուծում, հա, այսինքն ամբողջական վերջնական լուծում, հա, այս խնդիրը չունի։ Պարադոքս է իրոք ստացվում, հա, մեր մոտ։ Ինչի մեջ է հակասությունը։ Տեսության եւ իրականության մեջ։ Մենք տեսնում ենք, եթե այս մոդելը աշխատի իրականության մեջ, ապա կապիտալիզմը մի օր չէր կարող գոյություն ունենալ, բայց մենք տեսնում ենք, որ արդեն 250 տարի ինքը գոյություն ունի առհասարակ։ Բայց ինչի հաշվին է։ Այո, մենք տեսնում ենք ժամանակ առ ժամանակ ճգնաժամեր, այսինքն խնդիրներ առաջանում։ Բայց ինչ որ ձև դա հաղթվում է, հա, եւ մենք տեսնում ենք պերիոդեր ժամանակի մեջ, պատմության մեջ, բավականին, երբ որ նա շատ արագ, շատ դինամիկ զարգանում է։ Այսինքն հակասություն կա տեսության եւ իրականության հետ։ Ես միշտ ասում եմ, եթե դուք տեսնում եք հակասություն ձեր տեսական գիտելիքի եւ իրականության մեջ, իմացեք սխալը ձեր տեսական գիտելիքի մեջ է։ Չի կարող իրականությունը սխալ լինի, չէ՞, որտեղ դա իրական է։ Դա այդքան ակնհայտ է, բայց նայում ես անգամ փորձ ունեցող մասնագետները մանկական սխալ են անում, հա։ Այսինքն իրանց գլխի մեջ մի հատ կառուցվածք է ստեղծում եւ սկսում են պրոյեկտել դա իրականության վրա։ Եվ եթե տենում են, որ ինչ-որ չի համապատասխանում, սկսում են քննադատել իրականությունը։ Լավը չեք դուք, լավ ինստիտուտներ չունեք, լավ ազգ չեք դուք եւ այլն եւ այլն։ Բայց լավ հակառակն է։ Ազգը նենց է, պետությունը նենց է, ոնց որ ինքը կա, հա, ազգը նենց է, ոնց որ ինքը կա։ Եվ քո խնդիրն է ոչ թե քննադատել այդ ամեն ինչ, այլ բացատրել ինչու է դա տեղի ունենում։ Կոռուպցիա կա ձեր մոտ դրա համար։ Ընկեր կա, չդիտարկենք դա որպես խնդիր եւ չփայքանք, բայց ոչ թե մեղադրենք ինչ-որ բան, այլ հասկանանք ինչու դա գոյություն ունի, ինչ արմատներ ունի եւ այլն եւ այլն։ Այն հիմա ստեղ է մեր մոտ։ Մենք տեսնում ենք հակասություն, հա, գրատախտակի եւ իրականության միջեւ։ Խնդիրը գրատախտակում է, ինչ-որ բան մենք բաց ենք դու։ Դա չտեսավ Ռիկարդոն, դա չտեսավ Մարքսը, միակ մարդը որ տեսավ, Ռոզա Լյուքսեմբուրգը կարողացավ գտնել պատասխանը։ Ինչ արած Ռոզա Լյուքսեմբուրգը։ Ինչպես որ բոլոր մարքսիստներ ինքը շատ մեծ հարգանքով վերաբերում էր Մարքսի բոլոր գրածներին։ Պարզապես ինքը մի հատ հետաքրքիր, ես չգիտեմ դիտավորալ թե ոչ, բայց հետաքրքիր հնար կարեց։ Ինքը դա խնդիրը որտեղ էր, հա, Մարքսի ունի երկրորդ հատորում էր։ Առաջի հատորումը օքեյ է, երկրորդ հատորում չէ ստացվում։ Ասաց լավ,
Բայց քանի որ երկրորդ հատորը Մարքսը չի գրել, ես ինձ թույլ եմ տալի քննադատել, հասկացավ, որ Մարքսը այդպես չկարողացավ խնդիրը լուծել, չնայած չէր խուսափում եւ անընդհատ վերադառնում էր, բայց չէր կարողանում, ֆիքսեց դա ու ասեց, մոտավորապես, հա, որ քանի որ նա չի գրել, հա, վերջնական կարող է դուք եք մի բան սխալ ավելացրել կամ սխալ հասկացել եւ այլն։ Նա ուսումնասիրեց էլի նորից անաչառ օբյեկտիվ կապիտալիզմի զարգացումը այսպես կոչված երկրորդ էշելոնի երկրներում այն ժամանակ։ Ռոզա Լյուքսեմբուրգը դա 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ։ Գերմանիա եւ մասնավորապես Լեհաստանում եւ Ռուսաստանում ցույց տվեց, թե ինչպես են ոչ կապիտալիստական երկրները վարակվում կապիտալիզմով, բացահայտեց հարաբերությունները կապիտալիստական կորիզը եւ ծայրամասը, հա, այսինքն գաղութները եւ այլն եւ այլն։ Իսկ ամենակարևորը ինքը գտավ վերջապես լուծումը, հա, այս խնդրի, որը գոյություն էր արդեն 100 տարի։ Ինչ արեց Լյուքսեմբուրգը։ Դա շատ հետաքրքիր է, որ ես ասացի, մենք ինչ-որ մի բան բաց ենք թողել։ Ինչ ենք մենք ստե բաց թողել։ Ինչ ասում Ռոզա Լյուքսեմբուրգ։ Ասում է, տեսեք, պետք է տարանջատել մոդելային կապիտալիզմը, այսինքն գրատախտակի վրա ձեր մոդելավորված կապիտալիզմը եւ իրական, հա, իրականության մեջ գոյություն ունեցող կապիտալիզմ։ Իրական կապիտալիզմը, որ ծնունդ առավ եւ սկսեց զարգալ, ինքը հայտնվեց ոչ թե օդի մեջ վակուումում, հա, այլ ինքը հայտնվեց որտեղ։ Ոչ կապիտալիստական միջավայրում։ Այսինքն ի սկզբանե, հա, մենք ունենք, հա, այսպես մի հատ միջավայր, հա, բնակչության տարածք, տնտեսական տարածք, ոչ կապիտալիստական, հա, մարդիկ զբաղվում են, մեկ որսով էր զբաղվում, մեկը ձուկ էր բռնում, հա, այսինքն եղել է արհեստավորների առավելագույնը, հա, տնտեսություն։ Ամեն մարդը ինքը իրեն ամեն ինչով բավարարում։ Հանկարծ ինչ-որ միտեղ հայտնվում է առաջին կապիտալիստական հարաբերությունը, պայմանական առաջին կապիտալիստը վարձում առաջ աշխատող։ Բայց դա չդառավ, որ միանգամից ամբողջ համակարգը դառավ կապիտալիստական։ Ոչ, չէ՞։ Երբ որ դա տեղի է ունենում, հա, այս միջավայրը կապիտալիստական սկսում է ինչ։ Սկսում է աշխատել այս ոչ կապիտալիստական միջավայրի հետ, ինչ որ ձև։ Ինչպես է այն աշխատում, հա։ Նախ ինքը վերստում է անտեղից ռեսուրսը, եւ երկրորդը ինքը իր համար այդ ոչ կապիտալիստական հատվածը դա սպառնա շուկա։ Եվ այս դինամիկան հետո ինքը շատանում է, չէ՞։ Հետո մյուս ցիկլում ինքը էլի է շատանում, ինքը էլի է շատանում եւ այլն եւ այլն։ Եթե չլիներ այդ միջավայրը, հա, հենց ամենաառաջի կապիտալիստը ինքը արդեն տակ կտար, հա, ըստ բանաձևի։ Ինքը պարզապես չէր կարող գոյություն ունել։ Ստեից երևում որ կապիտալիզմը գոյություն ունի այդքան ժամանակ, ինչքան գոյություն ունի ոչ կապիտալիստական հատվածը։ Երբ որ ինքը վերցնի ամբողջ այս հատվածը, հա, էլ վերջ, հա, հնարավորություն չի լինի, հա, հետագա զարգացման ինքը կկանգնի, այսինքն այս խնդրեմը ի հայտ կգա։ Այս խնդրեմը լուծվում է ոչ կապիտալիստական հատվածի հաշվին։ Եվ առհասարակ հարաբերությունները կապիտալիստական հատվածի եւ ոչ կապիտալիստական հա, իրաց մեջ հարաբերությունը, հա, բնորոշում են իր զարգացման դինամիկա։ Եթե ամեն ինչ հարթ է, ապա մենք տեսնում ենք տնտեսական աճի զարգացման ժամանակաշրջանները։ Եթե խնդիրը առաջանում ստեղ, հա, ապա մենք տեսնում ենք ճգնաժամեր, երբ որ ես ասում եմ ոչ կապիտալիստական, պարտադիր չի դա ինչ-որ կորած Ամազոնկայի ինչ-որ ցեղ կամ եւ այլն եւ այլն։ Ոչ կապիտալիստական հատված մենք ունենք այսօր դաժե կապիտալիստական երկրներում, հա, դա այսպես կոչված տնային աշխատանք։ Պայմանական, եթե մենք սա վերցնում ենք կապիտալիզմ, սա կոչվում է, նո, անգլերեն, հա, market work, այսինքն որտեղ որ գոյություն ունեն շուկայական գործարքներ, որտեղ որ աշխատում է փողը, ես դրա համար եմ ասում, կապիտալիզմ բառը մի քիչ ինչ, հա, ճիշտ կլինի ասել փողը, պրոստը որ ասեմ փողայի տնտեսություն, մարդիկ խառնում են իրար, ասում են, ավելի հարմար, ավելի ծանոթ տերմին եմ օգտագործում, բայց ընկալում ենք դա որպես փողային տնտեսություն, փողը դա, հա, փողը ստեղծած շուկան, հա, այսինքն շուկային աշխատանք, այսինքն երբ որ դուք մասնագիտանում եք, դուք չեք անում ամեն ինչը, դուք մասնագիտում եք ինչ-որ բանի մեջ, դրա հաշվին, հա, ստանում եք մնաց շուկայի միջոցով, հա, ստանում եք մնացած ձեզ ինչ-որ։ Բայց ինչքան էլ մենք մարքետիզացնենք, հա, շուկայացնենք մեր կյանքը, մեկ այլ մնում են հատվածներ, որոնք վերաբերում են, այսպես կոչված սահմանենք homework, հա, տնային աշխատանք։ Վլադ ջան, ես էլ դու էլ, մեր դիտորդներ բոլորն էլ գիտենք, օրինակ, որ մենք որոշ գործեր անում ենք ինքներս, մեր համար, օրինակ, տունը ճաշ ենք սարքում, տունը լվացք ենք անում,
Ծնունդը կարելի անել տանը, հա, կարելի անել կաֆեում, չէ՞, մանկական, այսօր շատ մոդ է։ Եթե օրինակ դու ես, չէ, լավ հիշում 90-ականները ես էլ, ասենք բոլոր ընտանեկան փարթիները, հա, արվում էր տանը, չէ՞։ Այսօր գնալով տանը համարը շատ քիչ է, թաղման արարողություն։ Թաղման արարողությունները եւ այլն։ Աղջիկները կհիշեն, հա, որ այն ժամանակ մեյքափը այսպես կոչված, դա ամեն աղջիկը իր համար անում է, չէ, իր ֆենով, իր ամեն ինչով։ Այսօր մեյքափ սալոններ եւ այլն են։ Այն ժամանակ մեր վաղ եղել են վարսավիրանոցներ, հա, այսօր ասենք բարբեր շոփեր, հա, բոլորը։ Այ դա ինչի հետևանքը։ Դա այս գործընթացի հետևանքը, հա։ Զարգացումը, հա, դա նշանակում է, հա, կոպիտ ասած, երբ որ դու վարսավիրանոցը կոմոդ դառնում է բարբեր շոփ, կամ երբ որ դու տանը չես մակիաժանում, այ գնում ես մեյքափ սալոն։ Ինչա դա, ինչա իրենց ներկայում մեյքափ սալոնը։ Դա մասնագիտացված, գեյ մասնագիտացված միավոր է, հա, որտեղ որ դու տանես ավելի որակյալ ծառայություն մասնագետի կողմից պլյուսները, որ դու սկի ինքդ կարող չկարանաս անես։ Պարզապես այդտեղ մենք ինչ ենք անում։ Մենք այդ աշխատանքը շուկայացնում ենք։ Եթե այն վաղ ես իմ համար անում, հիմա ես վճարում եմ դրա համար փող։ Եթե այն վաղ տունը մենք ճաշ ենք պատրաստում, ծնունդը անում ենք տանը, հա, այսօր մենք վճարում ենք օֆիցիանտկային, ուրեմն այնտեղ մենեջերին, ով կա, հա, այդ իմացեք, ըստ մասնագիտություններ են նոր մեր մոտ հայտնվել։ 90-ականներին չի եղել բան, Այսքան աշխատանքի թամադա հասկացողություն, հա, մասնագիտություն չի եղել 90-ականներին, ու միջև էլ չի եղել, չէ։ Թամադան դա ազգի բանն էր, չէ, ամենամեծ գարից է, չէ։ Այսօր մենք ունենք պրոֆեսիոնալ օպերատոր, չէ, հարսանիքի։ Մենք շատ ժամանակ խոսում ենք շատ абստրակտ, ինձ մեղադրում են դաժե դիտողները, ոչ թե մեղադրում են, այլ դիտարկումներ են, ասում են, դե արի իրականություն, արի կոնկրետ։ Այսինքն մենք խոսանք կոնկրետ, հա, ունենք հիմա անցնելու ենք նյուսպեր ոդքասթում խոսելու ենք Հայաստանի խնդիրների մասին տնտեսական։ Որպեսզի մենք կարողանանք խոսել կոնկրետ, մենք սկզբից պետք է խոսանք շատ абստրակտ։ Ասենք աշխատանքի բաժանումը, ֆուկայի ծավալ, բան, ասես բաներ ենք ասում, որ մարդկանց համար մի քիչ, բայց եթե դա է հիմքը, հա, հետո անդրադառնալու արդեն կոնկրետ խնդիրների։ Բայց ես անընդհատ վերադառնում եմ, հա, դեպի ներքև։ Ուզում եմ ասեմ, որ ինչքան էլ абստրակտ չթվա աշխատանքի բաժանման խորացման գործընթաց այդ արտահայտությունը, ես ասում դուք կարող դուրս գաք հիմա ձեր տնից ու տեսնեք այդ դրա արդյունքը։ Պարզապես ձեզ հավապատասխան ուղեղի շրջադարձ է պետք, հա, որ դու տեսնես, որ այո, Վարշավայինոցը դարավ բարբեր շոփ, ուրեմն հայտնվել է մանկական կաֆե, հայտնվել է ուրեմն թամադա փողով շատ բան է փողով հայտնվել, ես օրինակներ եմ բերում, որ բոլորին ծանոթ է, հա։ Դա, բայց էլի ինչքան էլ դառնում է, մեկը կա աշխատանք, հա, այսօր, մենք կատարում ենք ինչ-որ չափով տնային աշխատանք, ճիշտ է։ Օրինակ առավոտը հելնում ենք, մենք ինքներս մեզ ուսում չենք։ Կա։ Առավոտը գնում ենք գործի, մենք ենք վարում, հա, շատ քչեր ունեն վարորդ, հա, մենք ենք հիմնականում վարում, հա, չնայած եթե շատ մասնագիտացնենք, հա, կարող ամեն մեկս ունենանք անձնական վարորդ, հա, ինչի ունենք այս պրոբլեմի մեջ։ Այսինքն դեռ տեղ կա, որտեղ որ homework-ը դառնա market work։ Մենք չենք վերջ, այսինքն դինամիկայի տեղ դեռ կա։ Ինքը շատ քիչ է մնացել, հա, որտեղ գրեթե չի մնացել, քիչ է մնում արդեն բանները, հա, տան ճաշնել, ասենք, մեկին վարձենք, գա անի, հա, դա չանենք, չնայած այսօր մարդը կարա առհասարակ ոչ մի բան տունը չունենա պատրաստելու եւ այլն, մտնի food court, հա, եւ իր ուզած, հա, տանից զանգի պատվիրի։ Այո, կամոն, տնից դուրս էլ չգա, ճիշտ ես ասում, զանգի, քեզ ամեն ինչ կարակեն, ժամանակին ամեն ինչ կուզածով եւ այլն, հա։ Փողի մունատ ոնսոր մենք ասում ենք, հա, փողի մունատ դա հենց կապիտալիստական տնտեսություն, հա, փողային է, ինչ եմ ասում, փողային, որովհետև փողը կենտրոնական դեր է խաղում ստես ամեն ինչի մեջ։ Ամեն ինչ պատտվում է փողի շուրջը։ Փողին մունատ արտահայտությունը կապիտալիստական տնտեսության հիմքն է։ Այո, կարգախոսը, դեվիզը։ Իմիջիայլոց, չնայած մենք մյուս հաղորդումների ժամանակ երբ որ խոսենք բիզնեսի մասին, բիզնեսի կառավարման մասին եւ բիզնեսի կրթության մասին, մանրամասն ավելի կներկայացնեմ, բայց օրինակ հիմա ակնարկեմ, հա, առանց այս նկարի, հա, ընկալման պատկերացնում, դուք չես կարող բացատրես օրինակ Amazon-ի հաջողություն։ Amazon կազմակերպությունը, հա, առաջին թե երկրորդն է, հա, ոնց որ աշխատում։ Հա, երկրորդը։ Մի բան եղել է առաջինը դաժե։ Օրինակ ինչու՞մն է իր ֆիշկը, ինչ արեցինք։
Օրինակ, եթե դու կներես, էլի, հեսա դու կպատասխանես։ Եթե այդ հարցը տաս ասո բիզնես դպրոցներում, հա, ժամանակակից, հա, կգա, չգիտեմ, 90 հատ պատասխան, sense, եթե մի հատ brainstorm անես, այսպես կոչված, սա կգրնես այս գաղափարներով, բայց եթե սա սորտավորես այդ գաղափարները, ես վստահ եմ 90% այդ գաղափարները լինելու գիտես ինչի շուրջ։ Ջեֆ Բեզոսի տաղանդի շուրջ, իր հանճարության շուրջ, ու կսկսեն ինքը դեպ գիտեք դե այսինքն ամեն ինչ բացատրում են ստեղծողի խարիզմայով եւ այլն ունակություններով։ Ես չեմ վիճարկում Ջեֆ Բեզոսի հանճարությունը, ես չգիտեմ ինքը հանճարա թե չէ, բայց ես ուրիշ բան եմ վիճարկում։ Ես վստահ եմ, որ այդ ժամանակ, երբ որ պարոն Բեզոսը հիմնում էր, հա, այս բիզնեսի մեջ, եղել են առնվազն 1000 հոգի, որոնք եղել են ոչ պակաս հանճար, քան ինքը, հա, բայց իրանց մոտ չստացված, իսկ պարոն Բեզոսի մոտ ստացավ։ Դա պետք է հասկանալ ինչպես է տեղի ունենում։ Այսինքն մենք ոչ թե պետք է ինչ-որ ինդիվիդուալություն գտնենք, այլ գտնենք տենդենսները։ Ինչ տենդենսներ են գործում, ինչ է տեղի ունենում, որ այս կազմակերպությունը հասավ այդ հաջողությունը, որին ինքը հասավ։ Եթե մենք նայենք, հա, այս ինչը որ մենք քննարկել ենք, ինչ արեց Amazon-ը մեր համար։ Ինքը ինչ խնայեց մեզ։ Ժամանակը ինքը փոխարինեց whole work-ը market work-ով։ Հա, միջև Amazon-ը մենք ինչ ենք անում։ Մենք գնում ենք, վերկենում ենք, չէ՞, գնում ենք խանութ եւ այլն։ Դա ժամանակ է, հա, եթե դու հարուստ մարդ ես, Վլադ ջան, նո, հարուստ նկատի ունեմ բարձր կարգի մասնագետ ես եւ քո մոտ ուրեմն ամեն րոպեն, հա, դա ինչ-որ քո համար ծախս է, հա, դու կարող ես եւ կորցնես, հա, այս քո քայլերի վրա, հա, խանութներով։ Ինչ ասես պարոն Բեզոսը։ Ասեց դու նստի տունը, ես ամեն ինչ կբերեմ, հենց ձեթուն։ Երկու հատ կնոպկա սխմի, պարզապես ինձ պետք է մի քիչ ավելացնես։ Մի քիչ ավելացնեմ, խնդիր չկա։ Կարևոր բայց կա, հա։ Ինչի սկզբից չէր ստացվում, հետո ստացվեց։ Դրա մասին կխոսանք, բայց առանձին, որովհետև ինքը հետաքրքիր թեմա է։ Օգտակար թեմա է։ Չեմ ուզում հիմա մենք խառնենք, հա, ես պարզապես քանի որ հասանք այս պատկերներին, ես ուզում եի շեշտել, որ այս ինչի մասին որ մենք խոսում ենք, դա անմիջական կապ ունի բիզնես կառավարման, հա, բացատրելու այսօր համաշխարհային տենդենսները, ինչա տեղի ունենում, ինչու օրինակ այսօր մեծ տեղ են զբաղեցնում առևտրականները, հա, իսկ Amazon-ը դա առևտրական է, հա, որովհետև կապիտալիզմում էլի էականն է ոչ թե ոնց ես դու արտադրում ես, ոնց ես դու վաճառում, հա, կարևորը դառել է վաճառելը։ Հա, դրա համար առևտրականները եւ առհասարակ ֆինանսական հատվածը մեծ դեր է խաղում, հա, այսօրվա բիզնեսում։ Ինչ է նշանակում homework market work, հա, ժամանակակից ավելի մեծ դեր քան բուն արտադրություն։ Իհարկե, այդ առանձին կխոսանք մենք ցույց տվեցինք ձեռնարկատիրական շահույթի նախաբանը, այսինքն առհասարակ ինչպես աշխատում կապիտալիզմը։ Արի օրինակի վրա դիտարկենք, թե ինչպես է ստացվում ձեռնարկատիրական շահույթը, ինչ աղբյուր ունի դա, հա, եւ ինչ պայմաններում, ինչ գործընթացների արդյունքում։ Օրինակ ես վերցրել եմ ինձ ծանոթ մասնագիտություն հաշվապահություն, հաշվապահության օրինակի վրա ցույց տանք։ Ոլորտում ինչ որ պատկերացնենք, ունենք 5 հատ ֆիրմա, հա, 5 տես։ Ֆիրման ես պատկերել եմ, հա, որպես տեխնոլոգիական շղթա, հա։ Իրար նման են ինչ որ չափի, բայց քանի որ մեկը մի քիչ որակյալ ապրանք անում, մեկը մի քիչ ոչ, բան, արտադրական շղթաները եթե նայում ենք, հա, իրանք տարբեր են, հա, երկարությունները։ Ինչ է իրանց միավորում բոլորին, որ արտադրական գործընթացի ինչ որ մի հատվածում պետք է արվի հաշվապահություն։ Հա, գիտենք, ցանկացած ֆիրմա ունի հաշվապահություն, հա։ Այսինքն, պետք է հաշվապահություն, ստեղ ենթադրենք, դիցոք ամեն մի ֆիրմայի վրա այդ հաշվապահություն կատարել, հա, իրականացնել։ Արժենումը $1000, ինչ որ ժամանակահատված, շաբաթական ամեն մեկը $1000, այսինքն համակարգում մենք ունենք ընդամենը, հա, $5000, հա, եւ հաշվապահությունը իրականացնում մի հոգի մարդ, այսինքն ընդամենը 5 հոգի մարդ։ Եթե մարդը ուշադիր նայի այս պատկերին, ինքը կարա միավորի առանձնացնի այդ հաշվապահությունը բուն այս process-ից, արտահանի դա որ ու սարքի առանձին process։ Պայմանական առանձին ֆիրմա բացի, որ զբաղվում մենակ հաշվապահությամբ, հա։ Այսինքն մեր տերմիներով ինքը անում է աշխատանքի բաժանման խորացում։ Ինչպես ինքը բաժանում է, արի պայմանական բաժանենք ամբողջ ուրեմն հաշվապահությունը այդ գործընթացը 4 մասի։ Հաշվապահությունը ուրեմն առաջինը մենք պետք է տվյալներ մուտք անենք բազայի մեջ, ինչ-որ ծրագրի մեջ, հա։ Երկրորդը մենք փոխանցումներ ենք կատարում, հա, մեր հաճախորդների, մեր աշխատողների եւ այլն։
Երրորդը մենք պայմանագրեր ենք կնքում մեր գործընկերների հետ, հա, ապրանք ձեռքբերման վաճառքի եւ այլն։ Եվ չորրորդը պատրաստում ենք ֆինանսական հաշվետվություններ։ Դա հաշվապահության վերջնական նպատակն է, հա, պատրաստել ֆինանսական հաշվետվություններ, այսինքն տվյալներ տրամադրել վիճակի մասին։ Ուղղությունները վերցրել են պայմանական, բայց եթե մենք իրար հետ համադրենք դա, հա, այստեղ կա տենդենս հեշտից դեպի շատ դժվար։ Տվյալների մուտքը կարա անի ցանկացած ուսանող, կարելի ասել, անգամ դպրոցական, մանավանդ հաշվի առնելով այսօրվա տեխնոլոգիաները։ Հաշվի առնելով բանկային համակարգի, հա, օնլայն բանկինգի առկայությունը եւ այլն դառել է, այո, դա մի քիչ ուշադրության, բայց ինքը առանձնապես հմտություններ քեզնից չի պահանջում։ Պայմանագրեր կնքել է մի քիչ մասնագիտական գործ։ Այստեղ պետք է հմտություններ, գիտելիք եւ այլն կրթություն։ Իսկ սա առհասարակ մենակ հասանելի է գուրուների, հա, այսինքն ֆինանսական պրոշետություն։ Տես, ուշադրություն դարձավ, Վլադ ջան, եթե մենք նայում ենք, հա, նախորդ աշխատանքի բաժանման խորացման նախորդ մակարդակը, հա, մենք տեսնում ենք, որ այս մարդը, որ զբաղվում էր դրանով, ինքը պետք է տիրապետեր այս ամեն ինչին։ Պայմանական ֆինանսական հաշվետվություններ կազմելու ունակություն ունեցող մարդը պետք է նաև տվյալներ նստել մուտքանում։ Ինչու՞ է տարբերվում սա սրանից։ Որ այս մարդը ներբերվում է այս համակարգի մեջ, բայց ինքը մնացածը կարա չիմանա ընդհանրապես։ Չկար չիմանա իրանից հետո ինչ են անում, ով անում, ինչ է իրանից ներկայացնում հաշվապահությունը առհասարակ, հաշվապահություն բառ կարա չիմանա, հա։ Իրա գործը իմանա ու մեզ հերիք է։ Ինչով է դա մեզ օգուտ։ Ոնց կարելի է դրա վրա փող աշխատել։ Փող աշխատում են դրա վրա, որ քանի որ դու չունես մասնագիտություն, այսինքն այս գործը անելու համար քեզ պետք չի գիտելիք, քեզ պետք չի հմտություն, քեզ պետք է փորձ, ես քեզի վարձատրելու եմ շատ ցածր։ Երկուսի ձեռատալ, հա, ձեռնտու գործարկը։ Ես քիչ եմ վարձատրում, դու ստանում ես հնարավորություն վաստակելու արդեն չիմանալով ոչ մի բան դու զգունի։ Բնականաբար, քանի որ գործը ծավալուն է, հա, իսկ դու էլ հմուտ չես դեռ, դրա համար այս գործի վրա արի մենք տրամադրենք, որ զբաղվի 5 հոգի մեր նոր ֆիրմայում, հա, եւ ամեն մեկին մենք վարձատրում ենք $50։ Նույնը վերաբերում է փոխանցումներին։ Այո, մի քիչ ավելի պատասխանատու գործը ավելի բան է, դրա համար մենք ստե հատկացնում էլի նորից 5 հոգի, բայց արդեն իրանց վարձատրում ենք մի քիչ բարձր, հա, $100, քանի որ ստեղ գալիս է արդեն մի քիչ մասնագիտացված աշխատանք։ Հա, պայմանագրի կնքման համար մենք վերցնում ենք 2 հոգի, հա, որոնք մարդը ստանում են $1000 եւ հաշվետվությունների համար պահում ենք մի հոգի մարդ ընդամենը, հա, որին վարձատրում ենք $2000։ Տես, թվերը ես վերցնում եմ պայմանական, բայց տենդենսը ակնհայտ է, հա, բնականաբար ստեղ ավելի շատ մարդ է աշխատելու, ստեղ ավելի շատ մարդ է աշխատելու, բայց իրանք աշխատելու են շատ ցածր են վարձատրվել։ Իստեղ հակառակ Ստեղ մենք վարձատրում ենք շատ բարձր։ Մենք տեսնում ենք այս տենդենսը։ Եթե մենք գումարենք հիմա իրար այս թվերը, հա, ինչ անում, 2, 3, 4750։ 4750։ Իսկ եղել է 5, այսինքն $250, դա կլինի այս կազմակերպության շահույթը ժամանակաշրջանի մեջ, չէ՞։ Քանի որ ինքը ինչ արեց, հա, ինքը Պրոցեսը կազմակերպեց մի քիչ այլ ձև, հա, ու հնարավորություն ստացավ խնայել, հա, աշխատավարձի վրա։ Խնայել ինչի հաշվին, ոչ թե նորից խնայել, ոչ թե մենք ինչ-որ մեկին նեղացրեցինք։ Հակառակը, մենք համակարգի մեջ ունենք մարդիկ, որոնք մինչև այդ ստեղ չէին կարող աշխատել։ Իրանք պետք է մնային անգործ, ստեղ իրանք ստանում են հնարավորություն աշխատելու։ Այո, իրանք աշխատում են չինչ գոնով, բայց աշխատում են, ստանում են վարձատրություն։ Դրա հաշվին, որ մենք կարողացանք process-ը կազմակերպենք այնպես, որ խնայում ենք աշխատավարձի վրա։ Խնայելով աշխատավարձի վրա, մենք ստացանք արդյունք։ Այս մարդուն կարելի է կոչել ձեռնարկատեր։ Պայստամաս ներմուծող չի, էլի կամ արաղ ներմուծող չի, էլի։ Հա, այս մարդուն մենք կոչում ենք ձեռնարկատեր, այսինքն մարդ, որը զբաղվում է ինչով, աշխատանքի բաժանում խորացմամբ, փնտրում է, որտեղ կարելի է, հա, այս օրինակ բերեցի։ Էլ որտեղ կարելի է ինչ-որ մի բան անել։ Կամ երրորդ քայլը, երրորդ աստիճանի քայլը։ Իսկ այս բանը գործը մենք կարանք բաժանենք։ Իսկ ստեղ կարանք մի բան անենք։ Ստեղ ինչ կարանք բաժանենք։ Էլ ավելի շատ խնայենք։ Կապիտալիզմի 250 տարվա պատմությունը դա սրա մասին է։ Երբ որ կոմոդ եղել է սկզբից արեստավոր, անում էր ամեն ինչ, հա, քիչ-քիչ կոմոդ մասնագիտացան, այսօր դու ունես համակարգչային ծրագրի կոդ գրող։ Մարդ որ վաստակում է լիքը գումար ամեն ինչից օգտվում, բայց ընդհանրապես ֆունկցիոնալ։
հա։ Ինչ դիտողությունը կարող ենք մենք անել այս բան։ Առաջինը նախ համակարգում մարդիկ շատացան աշխատում։ Մեզ միշտ ասում են, հա, եւ այսօր դոմինանտ խոսույթը այն է, որ տեխնոլոգիաների եւ զարգացման արդյունքում ծնվում է գործազրկություն։ Դա մակերեսային ուրեմն տեսակետ է, որովհետեւ մարդիկ նայում են ինչ-որ մի հատված։ Իրանք նայում են օրինակ ստե սմարթֆոն հանեցին որ։ Հա, այս ֆիրման էլ հաշվապահ պետք չէ։ Ինքը հանեց, ինքը դա տվեց, հա, անում այս ֆիրման։ Հա, այս մարդը զրկվեց գործից եւ խոսակցությունները, հա, նրա մասին որ գործազրկությունը, երբ որ նայում ես այս մի կետը, որտեղ եթե դու նայում ես ամբողջ համակարգը, դու տենում ես, որ մենք ունենք արդեն քանի հոգի, 5, 13 հոգի, եղել է 5 հոգի, դառնա 13։ Տես, աշխատավարձի ֆոնդը կրճատվել է, մարդիկ շատացել են, հա, որովհետեւ կապիտալիզմի իմաստը այն չի, որ ասում են խնայել աշխատաուժը։ Կապիտալիզմը չի խնայում աշխատաուժը, ինքը խնայում է աշխատավարձը։ Աշխատավարձը ծավալը կարող է եւ ավելանա եւ ինքը իրականում ավելանում է։ Երբ որ դուք Ամերիկայում փակում եք զավոդ, հա, եւ ձեր մոտ գոռում են բոլորը գործազրկություն։ Չինաստանում այդ ժամանակ 50 միլիոն մարդ ստանում նոր աշխատանք ստանում, հա։ Եթե դու նայում ես ամբողջ գլոբուսով, զբաղվածությունը կաճում է, հա։ Աճում է, չնայած եկամուտները իջնում են, հա, որտեղ երկրորդ բանը ինչ որ ես ուզում եի ասել, դա այս համակարգը, հա, ինքը ստեղծում է եկամուտների բևեռացում։ Հա, եթե նայենք, ստեղ համեմատաբար, հա, մարդիկ հավասար են ստանում։ Երբ որ դու սկսում ես զբաղվում ես աշխատանքի բաժանման խորացմամբ, դու ուզես չուզես առնչվելու ես այս խնդրի հետ, որտեղ դու պարզեցնում ես ինչ-որ աշխատանք։ Դա է քո իմաստը։ Պարզեցնել այդքան, որ վճարել ինչքան հնարավոր է քիչ։ Եվ վճարել բարձր այն մարդկանց, որոնք անում են ինչ-որ աշխատանք, որը դու պարզապես չես կարող պարզեցնել։ Դեռ չես կարող, ապագայում կարող է դա կարողանաս։ Այսինքն բևեռացումը, որի մասին գոռում գոչում են, բևեռացումը դրա հետ պետք է պայքարել եւ այլն։ Կապիտալիզմը չի ընդհանրում դրա հետ պայքար, հակառակ, հա, որովհետեւ դրա հետ պայքարը նշանակում է վերադարձ դեպի այս վիճակը, հա։ Այն ինչը որ դուք ունեք այսօր, հա, ինչը որ դուք քննադատում եք, դուք ունեք նրա հաշվին, հա, որ ձեր մոտ բևեռացումը։ Եվ բնականաբար հետագա խորացումը աշխատանքի բաժանում բերելու է այլ ավելի մեծ բևեռացում։ Դա արդեն բնական է։ Եթե վիճակագրական տվյալներով 19-րդ դարի սկզբին ամենահարուստ մարդկանց ամենահարուստ 10%-ը ու ամենաաղքատ 10%-ը իրենց տարբերվում են 4 անգամ, այսօր արդեն տարբերությունը կազմում է 250 անգամ։ Եվ այդ գորոսները, հա, այո, դա շարունակում է։ Ու դա շարունակվում է, հա, այսինքն այն որ մենք հեսա կապիտալիզմը կսարքենք, մի հա կդզենք, հեսա կբերենք եկամուտները, բան հավասարվի, դա գաղափարախոսություն է, հա։ Այսինքն գիտությունը այլ բան է ցույց տալի։ Հա, եթե մենք խորանանք ու հասկանանք ոնց է այդ ամեն ինչ, մեխանիզմը եթե հասկանում ենք, մենք տեսնում ենք, որ ինքը հենց բևեռացման վրա է։ Պայմանական, որպեսզի Ամերիկայում ավելանա նոր միլիարդատեր, հա, այդ ժամանակ Չինաստանում 250 միլիոն սոված չինացի պետք է լինի, կիսով սոված։ Դրա հաշվին են իրանք հարուստ, հա, այդ հարստությունը երկնքից չի գնում, հա, մարսից չի գնում։ Այդ հարստությունը ստեղծվում է այս համակարգում, այս process, այս մեխանիզմով, որ մենք կարողացինք։ Այս ժամանակակից բանով լեզվով կուզեի ասել, ամենատարածված է, այսինքն մի օրինակ եվրոպական գործարանում կամ ամերիկյան մեկ ռոբոտի առաջացումով, որի արդյունքում գործազուրկ են դառնում օրինակ երկու աշխատող, ինժեներ, հա, 50 հոգի աշխատատար Չինաստանում։ Հա, որովհետև եթե մենք այս պայմանական, վստահ եմ ավելի շատ։ Հա, եթե մենք պրոյեկտենք դա իրականության վրա, հիմա մենք դա դիտարկեցինք առանձին ոլորտ։ Արի պատկերացնենք, որ սրանք առանձին պետություններ են։ Սա կլինի Չինաստան, հա, սա կլինի Միացյալ Նահանգներ։ Երբ որ մենք խոսում ենք կապիտալիզմը բերեց, ծաղկեցրեց, բանը մարդիկ նայում են ստեղ։ Ասում են, «Օ, տենում ես 2000-ը ստանում ես մարդը»։ Տես ինչ դեմք է։ Ոչ մեկ այս կողմը չի նայում։ Դրա համար ստեղծվում են այդ կեղծ պատրանքները, հա, կեղծ պատկերացումները համակարգի մասին, որ կարելի է ինչ-որ մի բան դզել, կարելի է ինչ-որ մի բան փոխել եւ այլն։ Ոչ մի բան չես կարող փոխել։ Որտեղ հենց սկսես փոխել, սա միշտ կքանդվի։ Կամ կվերաբերես այս դեպի, հա, ու սրանից դեպի արեստավորություն, հա, որ սա փինաչիներ, բանը եւ այլն։ Հա, այսինքն կտրուկ կիշտի կո կեցամական։ Էսա ճշմարտությունը։ Դառը միգուցե, հա, բայց իմ կարծիքով դառը ճշմարտությունը բերում է տալիս է հնարավորություն մտածելու, փնտրել ուղիներ, հա, ոնց որ Ռոզա Լյուքսեմբուրգը, հա, եթե սովետական մարքսիստները
Լենինի գլխավորությամբ, հա, կարկոցեցին իրան, հա, Լենինի հետ ինքը հակասություն ունեցավ, որովհետև Լենինը շարունակում էր, ընդունեց Մարքսի սխալները, ասենց ասեմ, հա, եւ շարունակեց, ջախջախեց ուրեմն Ռոզա Լյուքսեմբուրգին, yani շատ հետաքրքիր է, էլի կյանքը հետաքրքիր բան է, Վլադ ջան։ Ճակատագրի հեգնարկով Լենինը առնչվեց այդ խնդրի հետ, երբ որ ստանձնեց իշխանությունը։ Այսինքն ինքը գրատախտակի վրա ապացուցեց, որ ինքը ճիշտ է, Ռոզա Լյուքսեմբուրգը սխալ է, բայց երբ որ ինքնուրույն ստանձնեց իշխանությունը, այսինքն հանդիպեց այդ նույն խնդրի հետ պրակտիկայում, երբ որ ինքը ստիպված է եղել մտածել ոնց զարգացնել կապիտալիզմը, նո արդյունաբերությունը, թեկուզ պետական, բայց ամեն դեպքում կապիտալիզմը, մի երկրում, որտեղ 90%-ը սոված գյուղացի էր։ Տեսա, որ չի ստացվում, իր ասածով չէր ստացվում, այսինքն կապիտալիզմը ինքը իր մեջ չի կարող զարգանալ, հա, պետք է ռեսուրս դրսից։ Եվ ոչ մի բան չկարողացավ առաջարկի, բացի դրանից, որ կրկնեց ցարի ուրեմն մինիստրի Սերգեյ Վիտտեկար, ցարական ֆինանսների նախարարը, ու ստեղծեց ոսկե ռուբլի, հա, եւ դրա դիմաց բերել արտասահմանյան ներդրումներ։ Այսինքն գնում էր չինական մոդելով, ինչը իհարկե հակասում էր գաղափարախոսությանը, հա, բոլշևիկների։ Հետո կարծավ անել Ստալինը, որը հասկացավ այդ սխալը։ Հասկացավ, որ Ռոզա Լյուքսեմբուրգը ճիշտ էր եւ կատարեցին կոլեկտիվիզացիա, բան, այսինքն ինչ էր տեղի ունենում, գյուղացիներին, հա, բերում էին քաղաք, կանգնացնում էին հաստոցի դեմ։ Ինչը որ անում է ամերիկացի Չինաստանի հետ։ Հաստոցը Adidas-ի, հա, բերում են Չինաստանում, չինացուն, գյուղացուն դա ինչ-որ փորփորմա հողի մեջ ինչ-որ զբաղվում է հավայի աշխատանքով, հա, այդ մարդուն բերում կանգնացնում են հաստոցի դեմ, մարդը սկսում է թեկուզ ինչ-որ կոպեկ եք ստանալ, բայց ինչ-որ մտնում է համակարգի մեջ, հա, մասնակցում է, ուրեմն կապիտալիզմում ստանում է իր վաստակը, հա, հակառակ պարագայում ոչ մի բան չի ստացվում։ Պահպանենք մեր արդեն հայտնի ավանդույթը եւ Capital Plus-ի 6-րդ թողարկումը ավարտենք հերթական գրքի առաջարկով։ Ինչ գիրք ես առաջարկում? Օրինակ եթե ասեմ, ինչ կարելի է կարդալ ինչ-որ բան, որպեսզի մենք ավելի լավ պատկերացնենք իրականությունը։ Ավելի լավ առաջարկեմ կարդալ պատմաբաններին, գոնե տնտեսական էլի արևմտյան, ես չեմ ասում, հա, ինչ-որ, բայց գոնե մարդկանց, որոնք տեղում, հա, հողի վրա ինչ-որ ուսումնասիրություն են անում, հա, պատմաբանները մի քիչ այդ առումով իրենք մի քիչ ավելի adekvat են։ Ես մյուս մեր հաղորդումների ժամանակ մի քանի հոգու մասին կխոսամ, մնահետաքրքիրներից իմ կարծիքով։ Դուք էլ կարդաք, դուք էլ ձեր գնահատականը կտաք, բայց այսօր ես կուզեմ ներկայացնել Ջարեդ Դայմոնդի եւ իր գիրքը, հա, Ռուժը միկրոբը ստալ, հա, հրացաններ, մանրեներ եւ պողպար կոչվում է։ Եթե ամբողջ անունը կարդանք, ապա Ռուժը միկրոբը ստալ, История человеческих сообществ, մարդկային հանրությունների պատմությունը։ Անգլերեն մի քիչ ուրիշ ձև է կոչվում Guns, Germs and Steel, The Fates of Human Societies, հա, մոտավորապես նույնն է։ Ուրեմն Ջարեդ Դայմոնդը ով է, նա նախ ինքը բիոլոգ է, հա, կենսաբան է, ինքը տնտեսագետ չի, հա, բայց անթրոպոլոգ է, գրող է։ Նախ ասեմ, որ այս գրքի համար ինքը ստացել է Պուլիցերյան մրցանակ կա, հա, Պուլիցերյան մրցանակ կա, այսինքն Միացյալ Նահանգներում ամենահայտնի, հա, գրականության համար տրվող մրցանակ է, այսինքն որպեսզի դուք մասշտաբը պատկերացնեք, դա ոչ թե ինչ-որ, չգիտեմ, կորասպանորից ինչ-որ հեղինակական ինչ-որ հայտնի մարդ, հա, եւ իր այդ գիրքը, եթե կարճ, հա, ինչի մասին ասեմ, ինչ է ես կարամ դա համեմատեմ։ Սա հակա աճամողլու է, հա, այսինքն ես սենց կարամ մեկնաբան, հա։ Այսինքն կարդացեք աճամողլուն եւ կարդացեք սա։ Ինչ իմաստով հակա։ Նախ ինքը աճամողլուն քննադատում է Դայմոնդին, իր աշխատության մեջ, բայց դա քանի որ սա ավելի շուտ է եղել, իհարկե Դայմոնդը դա չի անում, բայց դուք տեսնեք իր կարծիքը, ինքը ռադիկալ տարբերվում է նրանից, թե ինչի մասին սիրում են խոսել ժամանակակից տնտեսագետները, մանավանդ շատ բարի, մնացածը ընթերցող ինքը կկարդա եւ կիմանա թե գիրքը ինչի մասին է, ես ցույց տամ, Ջարեդ Դայմոնդ, Ռուժը միկրոբի ստալ։ Շնորհակալություն, եթերում Capital Plus-ի 6-րդ թողարկումներ։